Պարոն Գրիգորյան, դուք մեր հարցերից sense մի զարմացեք կամ ջղայնացեք, որովհետև սա մեզ համար արտասովոր Ես չհասկացա, որ դու չեք լսել ուղղակի։ Արտասովոր թեմա է սա։ Մենք առաջին անգամ ենք կաթողիկոսի ընտրությանը մասնակից եւ ականատես լինում եւ մեր շատ հարցեր նաեւ կարող է եւ ձեզ քպականներիդ համար անսովոր լինեն, բայց Չէ, անսովոր հարցեր չկան, կան հարցեր եւ դրանց կան պատասխաններ։ Ես 1998 թվականի հոկտեմբերի 27-ին որ կաթողիկոս էր ընտրվում, ես ու դու երևի շատ փոքր էինք, բայց մինչև այս պահը հիշում եմ ծնողներիս զայրույթն ու անհանգստությունը, երբ ասում էին Հայաստանի Հանրապետությունը գլխատվել է, բայց ամեն դեպքում իրանք իրաց որոշումը չեն փոխել եւ պիտի արագացված այդ գործընթացն անեն ու այդ ընտրությունը նկատի ունեք այս։ Հա, իհարկե։ Իսկ կաթողիկոս ինչպես է ընտրելու հնարավոր է այնպիսի փոփոխություններ անեք, որ օրինակ այդ ընտրությանը մասնակից լինի նաև ԿՊ պատգամավորներին, իսկ Եթե ԿՊ պատգամավոր կլինի, լրագրող կլինի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կլինի, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, կարող են մասնակցել։ Ես իմ կարծիքն է։ դուք մեծ ուղարկեք երևույթ։ Ես որոնց մեկի ոչ բան չեմ ուղարկելու, ես մինչ այս պահը Նարեկ ջան ասեցի, որ ես ինքս այդ գործընթացին չեմ մասնակցելու ի պաշտոնե, որպեսզի Չէ, ես նկատի ունեմ այդ գործընթացին չեմ մասնակցելու, նոր մի քիչ առաջ դու այստեղ չէի հարց ընչեց։ Այսինքն որևէ մեկը դուք չեք Թողեք ասել։ Չէ, այդ գործընթացին այստեղ հարց տվեցին, որ կմասնակցեք, արդյոք այդ գործընթացին ընտրելու գործընթացին այդ իմաստով ասում, ես չեմ մասնակցի, որովհետև ի պաշտոնե կարող է ենթադրվել, որ չգիտեմ, շատ ու շատ մարդիկ ըստ էության հետևեն մեզ եւ այլն, դրա համար ես ինքս չեմ մասնակցի։ Ով ԿՊ-ից ընտրեն։ Դե կարող է լինել ԿՊ-ից կլինի, լրագրող կլինի, այլ տեղից կլինի, հայ առաքելական եկեղեցու հետևորդն, այո, իրավունք ունի, կարող է մասնակցել այդ ընտրություններին։ Կանոնադրությամբ էլ թույլ չէր տալիս կուսակրոն հոգևորական ունենար երեխա։ Ոնց ապացուցել։ Ասվում է։ Այդ փաստերը որտեղից իրեն։ Ես չգիտեմ որտեղից, բայց ուրեմն դուք ապացուցեք, որ երեխա ունի։ վարչապետն ասաց, որ կան փաստեր, եւ եթե հանկարծ կհերքեն, ես կհրապարակեմ, բայց իրանք չեն հերքում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության կատարվող յուրաքանչյուր բանից պետք է տեղյակ լինի։ Ըստ էության։ Չգիտեմ, այդ կներեք, բայց կարող եք վարչապետին հարցնել, ես չգիտեմ այդ մասը։ Ստացվում է ի պաշտոնը իրեն տրամադրել են տեղեկություն, որը նա օգտագործում է արդեն որպես ներկայանում է որպես առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես չգիտեմ ինչ է ստացվում ըստ էության, ոնց է ստացվում, ոնց է այդ փաստերը ասել, կարող է հավատավոր ժողովուրդն են տվել, հայո ամեն ինչից պետք է տեղյակ լինի, կարող է հավատավոր ժողովուրդն են տվել, բայց թող Ժորժ ջան, չէ, ոչ մի բան նորմալ չի, նորմալ է, որ մեկ իրա քերու կնոջ հետ եսի ինչ անի մեկը կուսակերոնությունը հաղթի, հավատավոր ժողովուրդ իրավունք չունի, սահմանադրությունն ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա չխառնվի, ինչ ուզեն անեն, ոնց ուզեն անեն։ Կներեք, ես իրան չեմ ուզում մեկնաբանել։ Մենք չենք մտել որից է մեկի անկողին, որից է մեկի SMS կարտացել, ես չգիտեմ ով է ինչ ասել, ես դրան չեմ ուզում պատասխանել։ Պարոն Գրիգորյան, դուք որ sense դավաճանություններին դեմ եք, կարող է ինչ-որ հատուկ կոնկրետ կառույցների մոտ ինչ-որ ծառայություն, հերթապահություն լինի, որ ոչ մեկ հանկարծ իր կնոջը կամ ամուսնուն չդավաճանի, հա, որտեղ շատ է։ Ուրեմն տեսեք, մենք 3 րոպե առաջ խոսում ենք հայ եկեղեցուց, խոսում ենք Հայաստանի Հանրապետության քրիստոնեության մասին, հիմա խոսում ենք ինչ-որ մարդկանց դավաճանության մասին, այո, հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, հայ քրիստոնյան, այո, պետք է չդավաճանի։ Եվ այդ հարցը փակ է։ Պետք է ունենա պարկեշտ ընտանիք, լավ ընտանիք, հարգիր ընտանիքը եւ ապրի հենց ոնց լավ հոգեվորականների մասին եք։ Ես առհասարակ ընդհանրապես մարդկանց մասին եմ ասում։ Պարոն Գրիգորյան, լավ, այստեղ իրավական, լավ, արեք մի քիչ լրջացնենք, էլի թեման։
Պարոն Գրիգորյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը գործողությունների պլան է հրապարակել, որոնք հակասահմանադրական տարեր են պարունակում, այդպես են ամենայն դեպս իրավաբանները գնահատում, այսինքն ինչ է նշանակում ձևավորել թիմ, որը զբաղվի կաթողիկոսի ընտրությամբ, որովհետև կաթողիկոսի ընտրության հարցը եկեղեցական օրենքներով հստակ ամրագրված է։ Այսպիսով չի նշանակում, որ սահմանադրություն է խախտվում։ Դեմեք սահմանադրական դատարան, սահմանադրության խախտումը կասի միայն սահմանադրական դատարանը։ Ես իրավաբան չեմ կարող ասել։ Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման մեջ ինքը ասում է անդամներին ընտրության հետ կապված պետք է Աստծո օգնությամբ ընտրենք եւ հոգու աչքերով։ Հիմա դուք Աստծո օգնությամբ ոնց եք հասկանալ այդ անդամը արժանի է այդ չափորոշիչները կա եւ ձեր հոգու աչքերով ինչպես է օրինակ հասկանալ, օրինակ Փաշինյանը ձեր հոգու աչքերով ինչպեսին Այդ չեմ կարող բացատրել, եթե շատ մոտենակ Աստծուն ավատացյալ լինեք, կարող եք հաղորդակցվել իմ կարծիքով։ Ես չգիտեմ, եթե հաղորդակցվեք, ըստ այդմ կհասկանաք։ Ցանկացած դեպքում մտեք եկեղեցի, աղոթեք եւ Աստծուն ասեք, Աստված ջան, խնդրում մեզ ճիշտ ուղու վրա դիր, ինքը անպայման կդնի։ հոգու աչքերով Փաշինյանը ինչպես Շնորհակալ եմ։ Պարոն Գրիգորյան, այնուհանդերձ Ինչ Ինչպիսին է չլսեցի։ ձեր ասում է հոգու աչքերով կարող եք մարդկանց հասկանալ ձեր հոգու աչքերով Փաշինյանը ինչպիսին Հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, պարկեշտ, բարեպաշտ մարդ։ Շնորհակալություն։ Ներողություն, պարոն Գրիգորյան, այնուհանդերձ դուք ինչպես եք կարծում, ինչպես պետք է տարանջատվի եկեղեցի պետություն հարաբերությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանի այս առավոտվա գրած գործողությունների հերթականությունը նշանակում է, որ կառավարությունը միջամտում է կաթողիկոսի ընտրության հարցին, որտեղ ասում է այն 10 հոգուն այդ հանձնաժողովի, որը պետք է կաթողիկոսի ընտրության հարցով զբաղվի, ես եմ որոշելու։ Այսինքն դա ուղիղ նշանակում է, որ վարչապետը ուղիղ ազդեցություն է ունենալու կաթողիկոսի ընտրության եւ այս նշանակման հետ կապված։ Ասեմ Նարեկ ջան, իրականում հարցը շատ լավն է, ասում է ոնց տարանջատել։ Երբ հավատավոր ժողովուրդը, որ հավատավոր ժողովրդին առաջնորդում է մարդիկ, ովքեր բացառապես զտարյուն մաքուր մարդիկ են, հավատացյալ են եւ իրենց առաջնորդության ընթացքում ոչ մի ուխտ չեն խախտում, ոչ մի Աստվածաշնչից դուրս ոչինչ չեն անում, իշխանություն չէ ով ուզում լինի, ոչ մեկը չի կարող, ուղղակիորեն չի կարող խառնվել եկեղեցու գործերին, բայց որոշելու 10 հոգին Շրջան հարցը թույլ տվեք պատասխանի էլի։ Բայց երբ ասում եք ոնց եք ընտրելու եւ այլն, այդ կորոշի հավատավոր ժողովուրդը ըստ էության ու թե ինչ ընտրություն կանի, վստահ եմ, որ Աստված իրենց կառաջնորդի եւ չի թողի, որ սխալվի։ Չէ, ներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է 10 հոգուն ես եմ ընտրելու այդ հանձնաժողովի։ Այսինքն նա ուղիղ ազդեցություն է ունենալու եկեղեցական հարցի, այն էլ կարևորագույն հարցի վրա ազդեցություն ունենալու, ազդեցություն է ունենալու։ Սա դուք չեք համարում խնդրահարույց։ Իհարկե չեմ համարում, ցանկացած կարող է 5 հոգի էլ օրինակ եմ ասում դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ասեք 5-ն էլ ես եմ ընտրում, ինչ մասնավորել։ Հա, եւ կարող եք իհարկե, ես լրագրողները ինչի լրագրողը չի կարող հավատացյալ լինել ինչ մասնավորել։ Այսինքն դուք կարծում եք այս երկրում կլինեն մարդիկ, որոնք մեյլերով իրենց տվյալները կուղարկեն Նիկոլ Փաշինյանին եւ կասեն համաձայն ենք լինել այդ հանձնաժողովում, որը Գարեգին երկրորդ կաթողիկոսին հեռացնելու է, հա։ Կարծում եմ, հա։ Կարծում եմ, հա, հավատացյալներ այսօր 21-րդ տարին է, բոլորն էլ տարբեր էլեկտրոնային հարթակներով շփվում են, հիմա այն ժամանակները չէ, որ նամակ ծրար են տանում։ Գնեք, բայց ով է ասել, որ դուք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի քրիստոնյա եք, քան այն մյուսները, որոնք ձեր քայլերը սխալ են։ Ավելի քրիստոնյա չկա, կա քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա, կա հավատավոր ժողովուրդ, կա աշխարհիկ եւ հոգեվոր դասեր, ավելի քրիստոնյա չկա, որ կա քրիստոնյա եւ ոչ։